Տաթևը 9 օրում արդեն իհարել է 4 կիլո 250 գրամ։ Հիմա ես ուզում եմ նաև թվերը վերլուծենք, տեսնենք թե ինչքան ճարպա կորցրել տաթևը։ Նայեք, այս կշիռներ 86.95-ից 82.7 ամսի 8-ին ենք մենք ստուգել։ Ենթամաշկային ճարպը եղել է 43.2, հիմա արդեն 42, այսինքն 3% տաթևը ենթամաշկային ճարպ է կորցրել։ Ջուրը 41-ից դառել է 43%, այս հրաշալի փոփոխությունն է այս կարճ օրերի ընթացքում։ Սրանք բնականաբար մի քիչ ավելի ուշ է փոխվում եւ վերջինը ներքին ճարպի մասին եկեք խոսենք մեր օրգանների հատվածում, որովայնային հատվածում 7.5-ից դառել է 6.5։ Մեկ միավորով էլ փոխվել է ներքին ճարպը։ Այս բավականին լուրջ ցուցանիշ է ընդամենը 9 օրվա համար։ Ես խի եմ թվերով ցույց տալիս, որ որպես փաստ տեսնեք, որ մենք նիհարում ենք ճարպերի հաշվին, պահպանելով մկանը, չկորցնելով մկանը։ Մկանային զանգվածն եղել է 46.9, իսկ հիմա 47-ը։ Տեսնում եք, որ գրեթե փոփոխության չի ենթարկվել մկանները։ Ինչ գնացինք առաջ, ձեզ հենց ցույց ենք տալու։ Տաթևի արդյունքը դուք մինչև վերջ տեսնելու եք, թե ոնց է տաթևը դառնում իդեալական կառուցվածքի։